Բարի լույս գործարարիքին միացած մեզ լսողներ եւ դիտողներ, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, կարող եք նաեւ մեզ դիտել թվային հարթակներում։ Սա թարմուղեղով զրույցն է, իսկ մեր տաղավարում առաջին խոսափողի մոտ հյուրընկալել եմ Ստեփան Թորոյանին, մենք հասարակական կազմակերպության տնօրենն է նա։ Ստեփան ջան, բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ դուք այստեղ եք, կարևոր միջոցառում ունեք, ինչպես բոլոր դեպքերում ձեզ բոլորը պարերի հետ են ասոցացնում, պարերի մասին ենք մենք այսօր խոսելու, բայց մինչև այդ բուն միջոցառման մասին խոսելը նախ կուզեմ, որ մեզ պատմեք, թե մենք ինչով է զբաղվում, առհասարակ ինչի մասին է մենք, երբ է ստեղծվել, ինչ գործունեություն կա հիմքում, հետո հասկանանք, թե ինչ միջոցառում է լինելու։ Շատ լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք այս պարին հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է ազգային մշակույթի տարածմամբ եւ հիմնական մշակույթի հիմնական ճյուղը ազգային պարն է, որով մենք զբաղվում ենք։ Չնայած առընթեր նաեւ զբաղվում ենք ասեղնագործությամբ որոշ չափով, ազգային խաղերով եւ տոնածիսական արարողություններով։ Մենք ստեղծվել է 2012 թվականին իբրև պարի խումբ եւ այս 13 տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ սաներ, ինքս անձամբ դասավանդել եմ 800+ մարդկանց, ովքեր որևէ տևական ժամանակաշրջանում եկել են պարի, այսինքն մի տարի, 6 ամիս եւ ունենք նաեւ հիմա այլ մասնաճյուղեր menki, որտեղ այս պահին ուսանում են շուրջ 200 շահառու, ասենց ասեմ, սաներ ասեմ, հա, եւ ազգային պարը տարածելու, ազգային մշակույթը տարածելու համար մենք աշխատում ենք 13 տարի, իրականացնում ենք թե բարբերական դասընթացներ, թե անում ենք, մենք իրեն ասում ենք այսպես մշակութային դիվերսիոն արշավանքներ, թե այլ փառատոների, միջոցառումների միջոցով ենք անում։ Դրանցից յուրաքանչյուրի մասին կարող եմ մի րոպեով խոսել, օրինակ այս մշակութային արշավները, որ կազմակերպում ենք, սա կազմակերպում ենք դպրոցների հետ եւ այն դպրոցները, որտեղ ազգային երկպար առարկա էր դասավանդվում, այդտեղ գնում էինք այցելությունների, սկզբում 1 անգամ, հետո որոշեցինք, որ կարելի է մի քիչ շատ գնալ նույն դպրոց 2-3 անգամ, սա աջակցություն էր հիմնականում ուսուցչին եւ երեխաներին մի նոր մեր իրականությունը նաև ցույց տալու համար էր, որովհետև երբ երեխան դպրոցում անցնում է առարկան ինքը մտածում է, որ սա տեսական թեորետիկ որևէ առարկա է, բայց երբ տեսնում է այդ առարկան կրող, մշակույթը կրող մարդկանց, ովքեր եւս վարվում են դրանով, իրենք հավատում են, որ այդ առարկան գոյություն ունի։ Ինչն է պատճառը, որ ժամանակին օրինակ երգի դասերը պարտադիր էին, բայց օրինակ պարը չէ։ Որ ժամանակին։ Օրինակ ես հիշում եմ, երբ ես դպրոցական էի, պարտադիր դասավանդվում էր երգի առարկան, բայց պար մենք չենք ունեցել։ Այո, ազգային պար չենք ունեցել, պար առարկա առասարակ չենք ունեցել։ Կարծում եմ պետությունը անդրաժեշտություն չի համարել եւ ազգային երկպար առարկան Կարին խմբի եւ մասնավորապես Գինոսյան Գագիկի ջանքերով է, որ մտել է դպրոցներում, հանրակրթական դպրոցներում որպես դասավանդվող առարկա։ Հիմա պարտադիր է։ Հիմա կարծեմ փոխվել է, դարձել է արվեստ առարկա եւ այդ արվեստ առարկայի շրջանակներում նաեւ անցնում են ազգային պար, որը կարծեմ 2 թե 3 դաս է ընդհանուր ծրագրի մեջ, որը ուղղակի ծանոթացում է կամ նույնիսկ ծանոթացում էլ չէ, որովհետև ազգային պարին ծանոթանալու համար շաբաթական նվազագույնը 2 դասաժամ պետք է, ինքը այնպեսի մի ոնց որ քիմիայի մասին 3 դաս անցնենք ընդամենը, կամ պատմություն առարկայի մասին 3 դաս անցնենք։ Այո,
Այսինքն այն մեր հաջողության անցած ճանապարհը ցույց է տալիս, որ ապրել սովորում են այն մարդիկ, ովքեր գոնե թե 6 ամիս պարբերաբար աշխատում են հետողությամբ կամ մի տարի պարբերաբար աշխատում են։ Դրան ավելանում է նաև աշակերտների երբեմն դեմոտիվացված վիճակը եւ ստացվում է, որ պետք է իրենց հետ ավելի շատ աշխատել, ավելի լուրջ աշխատել, եթե ուզում ենք արդյունք ստանանք, եթե աչքակապությամբ ենք ուզում զբաղվենք, ուղղակի ինչ որ նշենք, որ այո, մենք անցնում ենք, ուրեմն կարելի է մի ժամ էլ անել, 3-ն էլ է շատ։ Այն մենք բոլոր մարզերում հասցրել է իր այդ գաղափարախոսությունը տարածել, իր ավանդը ունենալ։ Կարծում եմ այո, մենք Հայաստանի բոլոր մարզերում եղել ենք, այդ թվում Արցախում ենք եղել եւ պարուսություններ արել ենք ամենուր եւ հիմա տարվա կտրվածքով մենք ունենում ենք 1 կամ 2 համերգ, սա ոնց որ լինում է մեր հաշվետվությունը հասարակությանը, թե մենք ինչ ենք արել տարվա ընթացքում եւ համերգների ընթացքում ներկայացնում ենք պարեր, որոնք մենք ենք գրառել, որը մենք ենք գտել, ինչ որ տատիկից սովորել ենք, բեմադրություններ, որոնք մենք ենք բաներել, նոր անձնակազմ, ում սովորացրել ենք եւ համերգի ընթացքում նաեւ ներկայացնում ենք մեր անցած տարվա ձեռքբերումները, նվաճումները։ Ամսի 19-ը հենց այդ առիթով եք հավաքվում։ Չէ, ամսի 19-ին հավաքվում ենք Թամզարա սեր եւ կենցաղ պարախոսության առիթով։ Նախագծի անունը դրել ենք պարախոսություն, սա մեր հորինած բառն է, մեր ստեղծած բառն է, եւ ոնց որ ունենք համ դասախոսություն եւ ունենք համ պար, եւ դրա համար դրել ենք պարախոսություն եւ անում ենք ուրբաթ օրը, սա Երևանում ենք անում եւ սա լինում է երկրորդ պարտադիր միջոցառումը, որ Երևանում տեղի է ունենում ուրբաթ օրերին եւ Երևանյան երիտասարդությունը ամսվա մեջ առնվազն 2, 3, 4 միջոցառում լինում է, որ այն մարդիկ, ովքեր սիրում են ազգային պարել, կարող են գնալ բաց դասերի, այդպես մեծ խմբերով պարել։ Առաջինը Կարինի միջոցառումն է, որը 20 տարի լինում է, մենք ենք մեր պարերը, մենք ենք անում պարբերաբար եւ այլ խմբեր են անում նաեւ բաց միջոցառումներ, որտեղ երիտասարդները քաղաքային կյանքում, երբ որ դուրս գալու, լիցքաթափվելու ինչ որ միջավայր են ման գալիս, պետք է անպայման ունենան ազգայինի ընտրություն։ Այսինքն որ պարտադիր չի լիցքաթափվելու համար, չգիտեմ, այլ բաներ գտնել, ազգային ընտրություն անպայման պետք է երիտասարդությունը ունենա Երևանում եւ Փառք Աստծո ունեն։ Պարախոսության ընթացքում, որը մենք անում ենք ամսական 1 անգամ պարբերականությամբ, ներկայացնում ենք պարը, ներկայացնում ենք տվյալ ժամանակաշրջանը, կենցաղը պարի մասին, այսինքն շուրջ 30-40 րոպե լինում է դասախոսություն պարի մասին, հետո լինում է եւս 30 րոպե մոտավորապես, սենց ենք բաժանել 30-40 րոպե պարի գործնական քայլերի մանրամասն ուսուցում, եւ եւս մի 40 րոպե մի ժամ երբեմն պարում ենք նաեւ այլ պարեր, որովհետեւ հավաքված մարդկանց միահակին մասը արդեն իմանում են որոշակի պարեր եւ ստացվում է մի պարի մասին լսում ենք, մի պարի մասին սովորում ենք քայլերը եւ եւս մի քանի պար պարում ենք, ասենք 10-15։ Սա մեր պարախոսությունն է ամսի 19-ին համեցեք Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու ներքևի սրահում է, մուտքը ազատ է, բոլորդ կարող եք բալ լսել, կոչվում է Թամզարա սեր եւ կենցաղ։ Հետաքրքիր է տարիք, որ տարիքային շեմն է ավելի շատ ազգային պարերին մոտ կանգնած, այսինքն այստեղ կա ինչ որ ազգայինի հստակ գիտակցություն, որը տարիքից հետո է գալիս, թե ամեն դեպքում փոքրերն էլ, երեխաներն էլ այդ սերը զգում են, եթե պարբերական դասավանդվում է։ Գիտեք ինչ ասեմ։ Երեխաներին ինչ սովորացնում եք, իրենք այդ են վերցնում եւ ընթանում։ Երեխաները ազգային պարի գաղափարական պահը այդքան չեն հասկանում, եթե իրենց սովորացնում է մեկը, ով սիրում է ազգային պարեր, իրենք էլ են սկսում սիրել։ Իրենք նայում են ուսուցիչներին, սովորում են ուսուցիչներից,
կյանքում տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում ուսուցիչները, կարող ամենամեծ ուսուցիչը հիմնականում լինում են ծնողները, այսինքն եթե ծնողները սիրում են, իրենք էլ են սիրում, եթե ծնողները չեն պարում, բայց ունեն հատուկ վերաբերմունք ազգային պարի եւ մշակույթի նկատմամբ, երեխաները սկսում են սիրել դա եւ հպարտանալ իրենց ծնողների մոտ։ Հիմա մի փոքր տենդենսը ավելի է մեծանում եւ սկսել են 40+ տարիքում մարդիկ հետաքրքրվել ազգային պարերով։ Ես ունեմ սիրողական խումբ, որտեղ 60+ տարիքի մինչև մարդիկ գալիս են սովորելու եւ սա նոր հետաքրքրություն է իրենց մոտ, որ իրեն ժամանակ չի եղել ազգային պարեր եւ իրենք գալիս են բաց թողածը լրացնելու, վերականգնելու, հա։ Եվ դե երիտասարդությունը ինստինկտյան մտնում է դրա մեջ, բայց մի քիչ մեծ շեմը սկսում է շատանալ ու ավելի գիտակցաբար են մոտենում դրան։ Ես հիշում եմ, պարոն Գինոսյանը մշտապես, եթե իրեն խնդրում էիր, որ որևէ շարժում սովորեցներ, ավելի շատ ինքը պատմում էր դրա մասին, հետո նոր սկսում էր շարժումը սովորեցնել։ Այդ բազային գիտելիքը ինչքան կարևոր է, որ նախ մինչև շարժումը սովորելը, մինչև դա գործնականում կիրառելը, իմանաս պատմությունը, ինչի մասին է այն, ինչ նախապատմություն կա եւ այդ տրամաբանությամբ գնալ բարի ուսուցմանը։ Ազգային պարը նախ եւ առաջ հայերեն հայեցի պարելու արվեստն է եւ այստեղ առաջնային գործոնը ոչ թե շարժումն է, այլ պատմությունը եւ հոգեկերտվածքը, ասենց ասած, որովհետեւ մենք մեր պարերի աշխարհը, մեր ֆոլկլորի աշխարհը շատ բազմազան է եւ մենք ունենք սգո պարեր, աշխատանքային պարեր, հարսանեկան պարեր, ասենց տարբեր բաժանումներ ունենք, այդ թվում նաև սոցիալական բաժանված պարեր ունենք եւ երբ որ բոլորը մի տատիս ասած արշինով է չափվում, պարի համը չի գալիս։ Այսինքն դու պետք է իմանաս ինչ ես պարում, որ այդ շարժումներդ դրանով համեմես։ Հակառակ պարագայում դու բոլորը կարող ես ուղակի 6-8 նման տաշի բան ձևավորես, էլի, sense տաշի տուշի միջավայր ձևավորես։ Ֆոլկլորը երբ որ մենք կարող չենք իրա, պար ասելով մենք պատկերացնում ենք ուղակի 6-8 չափով մեր սովորական ձեռնապարերը, երբ որ հարսանիքներին բոլորը պարում են։ Այսինքն պար ասելով դա են պատկերացնում, բայց դա ընդհանրապես մեր մի գույնն է ներկա պնակի։ Այսինքն ռազմական պարերը ինքը ուրիշ հոգեբանություն է։ Ես ճիշտ եմ նկատել, որ ավելի շատ ռազմական պարերն են այսօր շատ դարձել այդպես ուսուցում։ Ավելի շատ են կատարվում ռազմական պարերը, ես կարծում եմ դա հիմա մեզ անհրաժեշտ է եւ բնազդորեն մարդիկ ոնց որ դրա շուրջ են համախմբվում եւ դա այն բացն է, որ մենք ունենք։ Հա, ու այս բացն է լրացվում էլի սրանով։ Ուրախանալու սենց զվարճանքի պարերը ոնց որ փոքրի շատ է, մարդիկ կարողանում են ինչ-որ մի բան անեն, բայց պարել, կռվել, պարելով այ սա բաց է մի տեսակ եւ դրա համար մարդիկ երևի ավելի շատ դրան են ձգտում բնազդաբար։ Մյուսը մեր տարեգից կոչվող միջոցառումն է, որի մասին պետք է այսօր խոսենք։ Տարեգիցը ոնց որ տարվա անցած մեր ճանապարհը։ Այս տարի մենք բացել ենք երկու մասնաճյուղ Շիրակի մարզում, Սառնախբյուր եւ Նորաշեն գյուղերում, մենք ունենք պարուսույց, իրեն վերապատրաստել ենք եւ հիմա ինքը այնտեղ բարի դասեր է տալիս։ Որ մարզում էր։ Շիրակի մարզում։ Ունենք երկու սիրողական խումբ, որ հավաքել ենք այս տարի, հասուն մարդկանց, տարբեր տարիքային, եւ ունենք մեկ փոքրերի սիրողական խումբ եւ այս տարի բացել ենք նաեւ այս տարի ունենք նաեւ ձեռք բերում Ճապոնիայում ունենք երկու մասնաճյուղ Տոկիոյում եւ Կյոտոյում, այնտեղ ունենք մարդիկ, ովքեր լսողներին եւ դիտողներին ասենք, որ վերջին շրջանում բավականին ակտիվորեն համացանցում տարածվում էին այդ տեսանյութերը ու բոլորին հետաքրքիր էր թե ինչու են այս մարդիկ հայկական ավանդական ազգային պարեր պարում, ավանդականը սխալ ասացի, փաստորեն դրա հետևում եւս դուք եք կանգնած։
Նաև մենք ենք կանգնած դրա հետևում, ավանդականն էլ է ճիշտ, մենք սովորաբար ասում ենք ազգային ավանդական պարեր, եւ մենք ունենք Ճապոնիայում մարդիկ, ովքեր շատ են սիրում հայկական ազգային պարերը եւ իսկապես զգում են այս պարերի ոգեղենությունը եւ հաճույքը եւ այս տարածված տեսանյութերից երևում է թե իրենք ոնց են սիրում մեր մշակույթը։ Այսինքն կան մարդկանց խումբ, ունենք մեր խմբերը Տոկիոյում եւ Կիոտոյում, պարուսույցներ ունենք այնտեղ երկու Ռյոտարո Իտոն եւ Յոշիտոմո Հորիկավան, ովքեր ազգային պարեր են սովորեցնում։ Ունենք երկու երաժիշտ փողային գործիքներ են նվագում Կիշիտոմո Տարոն եւ իր կինը լարային գործիքներ են նվագում Կումազավա Յոկոն եւ դուք պետք է տեսնեք իրենք որ նամակները մեզ անձնական ուղարկում են ինձ թե ոնց են իրենք հաշվետվությունները տալիս այսինքն կարմրած ձեռքեր են նկարում ուղարկում որ Յարխուշտայից հետո ինչա լինում իրենց ձեռքերը մայրոքե պարը սովորելուց երգը սովորելուց ոնց են լատինատար իրենք գրում անգլերենով բառերը հերթով կրկնում ու օրինակ խամխաման են երգում մայրոքեն են երգում տպավորություն է եղել որ եթե հայ չես կարողանա այդքան ոգով ապրելու երգել բայց փաստորեն լինում է այո կարծում լինում է ինչի՞ չէ եւ սա մեր ուժն է մշակույթը մեր ուժն է եւ մենք ինձ թվում է ես վստահ եմ որ մենք կարող ենք ֆոլկլոր արտահանող երկիր լինել մշակույթ արտահանող երկիր լինենք եւ մշակույթի միջոցով ֆոլկլորի միջոցով մեր գտած բանաձևերը եւ ճշմարտությունները կիրառելի են նաեւ այլ ժողովուրդների համար իրենց սոցիալական խնդիրների լուծման համար հասարակությունը ավելի միասնական պահելու եւ աշխատանքային հոգնածությունից լիցքաթափվելու համար ասենց ասած բըրնաուտ չլինելու համար մարդկանց ինքը շատ օգտակար եւ կիրառելի բան է եւ մեր ֆոլկլորը, մեր ազգային մշակույթը ինքը բացառիկ է նաեւ նրանով, որ ինքը պահպանվել է, մնացել է եւ շատ ժողովուրդներ օրինակ մոռացել են իրենք ունեցել են, իրենք ժամանակին դա արել են եւ մոռացել են հիմա այս պայմաններում վերջի 1-2 դարի ընթացքում այս ուրբանիզացիայի եւ արդյունաբերության առաջացման պայմաններում մարդիկ սկսել են ժողովուրդները սկսել են մոռանալ իրենց ֆոլկլորը եւ մենք ժողովուրդներից ենք որ պահպանել ենք ու ինքը շատ հարուստ է օրինակ ազգային պարերի մասով մենք ունենք հարյուրավոր նմուշներ Այ Ստեփան դուք հետաքրքիր բան ասացիք հաղորդման սկզբում որ նաև գնում եք գրի եք առնում ո՞նց եք գտնում այդ աղբյուրները այդ ընթացքը կուզեմ մեզ պատմեք հետաքրքիր էլի ո՞նց եք գտնում այդ մարդկանց ովքեր տեղյակ են ճանաչում են ինչա երկվել օրինակ աշխատանքի ժամանակ կամ ինչ բարեր են ապրել մշակման փուլը ո՞նց է լինում հարց ու փորձ անելով Երկերի առումով մենք բան չունենք անելու, մեր խումբը երկեր չի հավաքագրում, մենք միայն պարեր ենք հավաքագրում եւ լսում ենք օրինակ, որ ինչ որ մեկը պարել գիտի, ինքը իր տատիկի, իր պապիկի հետ հնում պարում էին, սենց էին անում, սովորաբար նաեւ այդ մարդիկ իրենք են կոնտակտի դուրս գալիս մեզ հետ, երբ որ տեսնում են, որ սենց մի հատ միջոցառում կա, ինչ որ սենց խմբեր կա, ովքեր պարում են, բան են անում, ասում են, որ մարզերն են ակտիվ այդ իմաստով, որտեղ ավելի շատ է պահպանվել։ Շիրակը, Արագածոտնը, անցյալ տարի Լորվա մարզից ենք 2-3 պար գրառե։ Տավուշը պասիվ է, չէ՞, այդ մասով։ Տավուշը պասիվ է, Սյունիքը պասիվ է, Արցախը պասիվ էր։ Ինչով է պայմանավորված։ Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց եւ մի ֆենոմեն էլ կա, առանձնահատկություն կա, որ հիմնականում պարերը արևմտյան Հայաստանից եկած պարեր են։ Ես չգիտեմ սա ինչով է պայմանավորված, սրա բացատրությունը ինքս լիարժեք չեմ կարող տալ, բայց հիմնականում արևմտյան Հայաստանից եկած մեր հայրենակիցների այդ շրջանների պարերն են, էլի Սասունի, Մուշի, Վանի, Սեբաստիայի, բայց ասենք Երևանի պար չունենք,
ասենք Գյումրվա տրենգի հայտնի sense ինչ որ պար կա, բայց դա ֆոլկլոր չի։ Հա չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց sense, այսինքն այս մարդիկ մեզ գտնում են, կապի են դուրս գալիս, մենք խմբով գնում ենք, սովորաբար այդ խումբը բաղկացած է լինում երաժիշտներից, նկարահանող կազմից եւ պարողներից։ Սա արդեն գործնական փուլն է, երբ որ ճշտում ենք, որ այո իսկապես կա, զանգ պայմանավորվում ենք, երբ գանք, ոնց գանք, ինչ գանք, հա, այդ մարդիկ ասում են, հա, այսօրը գործ ունեմ, այն օրը չունեմ, այսօրը եկեք, հա, սիրուն հակնվում գալիս են, որ հա, սիրուն հակնվում գալիս են, որ պետք է նկարենք իրենց, հա, այսինքն եթե բարեղանակը կա, որ միանգամից երաժիշտները դա նվագեն, ինքասի sense չի ինենցե, սովորաբար նոտա չեն իմանում, ուղղակի լսողությամբ վերարտադրում են եւ սա կարեւոր է, որ բարեղանակ եթե կա, բան անենք, ամրագրենք մեզ մոտ եւ բարի շարժումներն են ցույց տալիս եւ այդ ընթացքում պետք է ամբողջ գործընթացը տեսանկարահանել, որովհետեւ հիշողությամբ հնարավոր չի, հետո ինչ որ մի բան կմոռանաս, ինչ որ շարժում կլինես, համ էլ դա կլինի հումք, sense ասած սկզբնաղբյուր կլինի, որը կարող ես նաեւ տրամադրել մեկ ուրիշին, ինքն աշխատի դրա վրա, եթե քո խումբը կամ ինքդ ժամանակ չունես, տրամադրես կամ ուղղակի արխիվացնես, հետագայում մարտես, մոռանում ես, հա, կամ ինքդ ես մոռանում, վերանայում ես, ինչ որ մեկն է զբաղվում, սրանք կարևոր են պահպանել շատ։ Հետաքրքիր է, կարծում եմ ամբողջական չեն այդ բարերը, մասամբ գուցե մոռացված են, ինչ որ կտորներ են հիշվում, այ եթե ուզում եք ամբողջական վերականգնել, նոր շարժումներ եք հորինում կամ համադրում եք, ինչպես ասում են, միքս եք անում, ոնց է այդ տարբերակը լինում։ Չէ, ֆոլկլորի պարագայում չի կարելի այդպես բան անել, այսինքն դու չես իմանա ինքը կիսատ է թե ամբողջական, սովորաբար կիսատ չի լինում, որ բարի կեսն են հիշում, որովհետև բարը բաղկացած է լինում sense պարբերություններից, ոնց որ նախադասություններից, էլի, դրանք գումարվում է իրար, այսինքն ամբողջական պահպանվել է ամեն դեպքում։ Այսինքն պարային մեկ պարբերությունը կարող է լինել ընդամենը 3 վայրկյան կամ 5 վայրկյան, բաղկացած 8 քայլից, 10 քայլից, 12 քայլից, հա, ու այս մի պարային պարբերությունը անընդհատ պարվում է։ Իսկ պարը ինքը իր համակարգով տենց է կառուցված եւ չի կարող ինքը կեսը մոռանալ, եթե կեսը մոռանում է չկա պար։ Մյուսը այն է, որ դու վստահ ես, այսինքն նյութը, որ գրառում ես, ինքը իսկապես ֆոլկլոր է թե չէ, թե ինչ որ ինքը ժամանակին էլի բալետի է գնացել կամ ինչ որ մի տեղից շարժումներ է միացնում իրար, ասում է սա ֆոլկլոր է, սենցա, սա արդեն գրառողի հմտությունից եւ այլնից է գալիս, որ հասկանաս դա իսկապես ժողովրդական մշակույթ է, թե դա հեղինակային ինչ որ աշխատանք է, որ ինքը ներկայացնում է։ Սա դուք կնկատեք վստահաբար, եթե կողքից տեսնեք, փորձը կհուշի, չէ։ Շատ ցայտուն բաները կնկատեմ, բայց դժվար է։ Հետո պարը ինքը սովորաբար ինչ որ մի միջավայրում է պարվում, այսինքն ինքը հարսանեկան պարեր կան, որ հարսանեկի ընթացքում են պարվում։ Այսինքն ամբողջական պարը վերականգնել նշանակում է պարի հետ նաև այդ ծեսը պետք է լինի, որ ինքը ամբողջական լինի։ Այսինքն եթե դու օրինակ հարսին գովացող կամ խնամիների պար ես պարում, ոնց որ դրա ամբողջ համոհոտը պետք է խնամիները դուրս գան հարսանեկի ժամանակ պարեն օրինակ, որ ինքը լինի իր ամբողջական ոնց որ կոնցեպտի մեջ։ Հիմա պարում եք։ Որոշ շրջաններում այո, Ջավախքում պարում են, ինչեւ վերջերս, ասենք ունեն իրենց պարերը, ֆնջանը 12 ոտը յետո առաջը ջավախցիները հարսանիքների ընթացքում պարում են, ասենք, բաներին, նվագողներին, ասում են, չալղջիկ թող նվագեն, մենք պետք է պարենք, էսի մեր գյուղի պարն է, մեր ընկերոջ օրինակ հարսանիքի Սաշա Սարգսյանի հարսանիքի ժամանակ իրենց տնեցիկ ասում էին, որ օրինակ ինքը ջավախից է, ասում էր, որ մեր գյուղի պարերը դրեք, մենք պետք է պարենք, նվագեն երաժիշտները, սա ունեն պահպանված, բայց դարձյալ ինքը այն ամբողջական վիճակի մեջ չէ, ինչ որ սկզբնական շրջանում է եղել, էլի, երբ որ միայն այդ պարերն են եղել, մենակ այդ պարերն են եղել։
Մեր ժամանակը մոտենում է ավարտին, եթե ամփոփեք այսպես զրույցը, նախ եւս մեկ անգամ հիշեցնենք կարևոր հանդիպման մասին ամսի 19-ին, հանդիպումների, այո։ Եվ ձեր ամփոփիչ խոսք։ Ընկերներ, հայր ջան, սիրով հրավիրում եմ դեկտեմբերի 19-ին մեր Թամզարասեր եւ Կենցաղ միջոցառմանը մասնակցելու, եկեք բարենք իրար հետ սովորենք եւ դեկտեմբերի 21-ին ունենք տարեգից խորագրով մեր մենահամերգը, որի ընթացքում ներկայացնում ենք մեր տարվա ձեռքբերումները, ցավոք չեմ կարող հրավիրել, տոմսերը սպառվել են, բայց նյութերը կտեղադրենք համացանցում, հասանելի կլինի մի խոսքով։ Շնորհակալ կլինեմ, եթե դիտեք եւ միանաք սովորեք ազգային բառեր։ Ես շնորհակալ եմ ձեզ, մեզ հետևողներին հիշեցնեմ, որ թարմ ուղեղով զրույցներ, իսկ իմ զրուցակիցը մենք հասարակական կազմակերպության տնօրեն Ստեփան Թորոյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք, լավ եղեք։